Դավթաշեն թաղամասում շենքերի վերանորոգման համար քաղաքապետարանի կողմից օգտագործվում է անորակ մարդկանց առողջության համար խիստ վտանգավոր ներկանյութ, ինչը հանգեցրել է բնակիչների թունավորման։ Եվ այսպես, Դավթաշեն երկրորդ թաղամասի 36 շենքի բնակիչներն այս շաբաթ ուղղակիորեն ենթարկվել են քիմիական գրոհի։ Քաղաքապետարանն իդեմս իր վարչական շրջանի ղեկավարության շենքի սանդղահարթակների հատվածում պատերի ընդհանուր օգտագործման միջանցքների կոսմետիկ վերանորոգում է իրականացրել։ Սկզբում պատերի ծեփանները հղկեցին ու մի ամբողջ շենք վարից վեր փոշու մեջ թաղեցին։ Հասկանալի է, որ այդ փոշու մի որոշակի մասը լցվեց մարդկանց տները, նաև թոքերը։ Իսկ անցած շաբաթ սկսեցին բուն ներկայարարական աշխատանքները, ու արդեն մի քանի օր է, ինչ բնակիչները ացետոնային ու այլ լուծույթների, այսպես կոչված ռասվարիցելի գոլորշիների գազային գրոհի տակ են։ Բնակիչների բողոքը քաղաքային իշխանություններին եղել է ապարդյուն։ Դավթաշեն երկրորդ թաղամասի 36 շենքում ստեղծված իրավիճակը մանրամասնորեն ներկայացրել են մեր գործընկերներ լրագրողներ Նարինե Կիրակոսյանն ու Արմեն Հակոբյանը իրենց պատրաստած տեսանյութում։ Իդեպ, Արմենն ու Նարինեն նաև հիշյալ շենքի բնակիչներ են եւ անմիջականորեն իրենց վրա են զգացել թունավոր ներկանյութի բացասական ազդեցությունը։ Նարինեն մեծ զրույցում տեղեկացրեց, որ ունի քրոնիկ ասթմա եւ բժշկական խորհրդատվության համար ստիպված դիմել է ալերգոլոգին։ Դիտենք տեսանյութը եւ պարզ կդառնա, թե ինչ իրավիճակում են հայտնվել շենքի բնակիչները Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված շինարարական աշխատանքների հետևանքով։ Երևանի քաղաքային իշխանությունները հիմա էլ շենքերում են թունավորում բնակչությանը։ Ողջույն սիրելի բարեկամներ, այսօր պատմելու եմ, թե Դավթաշեն թաղամասում ինչպես են շենքերը վերանորոգում անորակ ներկերով, ավելի շուտ թունավոր քիմիկատներով։ Այս այդ ներկով ցույց տա Արմեն, այս ինչ ներկով է։ Արիկոն։ Ռաստվարիցիլ է էսի։ Ռաստվարիցիլով բացում են ներկը։ Հա, ինչա թե էժան է երևի։ Դե էժան, ծավալն մեծան, ստե ինչա գրած։ Не принимать внутрь, берите от детей, работать на открытом воздухе или в хорошо проветриваемом помещении вдали от источников искрообразования, используя средства индивидуальной защиты, резиновые перчатки, респиратор. Իրականում այս արիկոնը շատ վտանգավոր քիմիական տարրեր է պարունակում եւ վտանգավոր է առողջության համար։ Վտանգավորության հակիրճ նկարագրությունը։ Նախ ծայրահեղ բռնկուն, դյուրավառ հեղուկ է։ Դրա գոլորշիները օդում ձևավորում են պայթունավտանգ խառնուրդ։ Թունավոր է կուլ տալու դեպքում։ Թունավոր է, եթե ընկնի մաշկի վրա։ Մահացու է շնչելու, ներշնչելու համար, այսինքն շնչելու դեպքում։ Ենթադրվում է, որ տվյալ նյութը կարող է բացասական ազդել ուրեմն վերարտադրողական ֆունկցիաների կարճ ասած երեխա ունենալու վրա կամ հղիների վրա։ Չբերություն առաջացնել է։ Նա չբերություն չէ, нерадившегося ребенка։ Ну, այս վերևում։ Խիստ վտանգավոր նյութեր է։ Թե վտանգավոր է, շատ վտանգավոր, այսինքն մենք պիտի ուրախ լինենք, որ այս մեր փակ միջանցքում չենք պայթե։ Հիմա մենք միացնենք, տեսնենք Դավթաշենի թաղապետարանի կոմունալի պատասխանատուն ինչ է խոսում ու ինչ տոնով է խոսում։ Կանոնը Ղազարյան։ Ղազարյան Վարդան, դուք ինչ պաշտոն ունեք այդտեղ։ Գլխավոր մասնակիցն եմ կոմունալ բաժնի։ Շատ բարի, ես լրագրող Նարինե Կիրակոսյանն եմ։ Ով է վերահսկում որակը։ Մենք կոմունալ բաժինը ես եմ վերահսկում։ Կարող եմ ես որպես բնակիչ ձեզ հրավիրել գայք այդ օրը, որ ձեզ գրել էի, դուք ինքներդ հոտը քաշեիք։ Ահա։ 2-3 օրվա մեջ իհարկե այդ հոտը ծնդել է, չէ՞, ճիշտ է։ Եթե վերանորոգում է կատարվում։
ասենք դուք էլ ասում եք թունավորվել եք, ես էլ ասում եմ թունավորվել է, բժիշկն էլ դիգրիզատվել, թող գրած կա, որ ներքից է թունավորվել։ Իսկ որ ասեք որակի է խնդիր, լիֆտի կողքն չէ, այո, մարդը զանգացում է լիֆտի կողքն չէ, գնացել եմ բերել եմ ցույց եմ տվել որ արում, ասեմ դու լիֆտի կողքը փչել եք, շատ վատ է, դու մարդու լույսը փչել եք, շատ վատ է։ Իսկ չմա թունավորվելու վերաբերյալ ես ասեմ, հաստ կա որ թունավորվել եք։ Մենք հա դերողություն խնդրենք ասենք կներեք վերեցինք այդ բանը ռասպարի ծլպի մի լիտր խառնենք 5 լիտր խառնենք որտեղ 36 կողքի շենքը եթե ապրում ես թունավորվա երեխեքից հետ միասին հիմա ասում եմ Ալբան հա Ալբան ներկով են մենք ասում եմ դեալիտ եմ ասում ռասպարի ծլպի թունավորվում են ասում կա 5 լիտր ռասպարի ծլպի դա թունավորվել է բժիշկն ասում է ընդհանրապես իրեն չեն խառնում ռասպարի ծլպի որ չեն խառնում հետաքրքիր է ինչ է խառնե բան Թաղապետարանին ինչ կասես ոչ բան չեմ ասել ասեմ իրանց տներում վեշնի սենց ռեմոնտ է լինում անուշ քնեն Դե բայց իրանք կարող է տաքսի կամանեն Լավ, արզա Սա միջանցքն է, որը ներկվել է, տեսնում եք, ներկված նորոգված վիճակը։ Հիմա, սա Երևանյան ԴՍԿ նախագծի շենք է։ Պետք է ուշադրհատուկ ընդգծել, որ այս կարգի շենքերում բնակարանների միջև եղած տարածքը, միջանցքը, ինքը օդափոխվող չէ։ Այսինքն դու այս դուռը պիտի բաց թողես եւ նույնիսկ այդ դեպքում օդի հոսանքի շրջանառությունը չի ապահովում։ Հիմա մեկը տանն է կարող է բացել դուռը, մյուսը ոչ։ Իսկ այդ ներկանյութի կոնկրետ լուծիչի վրա օրինակ ռուսերենով շատ պարզ զգուշացված է, որ այն պետք կարելի է օգտագործել բաց տեղանքում եւ լավ օդափոխվող տարածքում։ Հիմա այս միջանցքը նույնիսկ մեծ ցանկության դեպքում չես կարող ասել, որ լավ օդափոխվող տարածք է։ Սանդղահարթակները այո, բաց են եւ օդափոխվում, այնտեղ օդ է խաղում։ Այստեղ օդ չի խաղում։ Եվ եթե դու դա ներկում ես, այդ գոլորշիներն էլ օդի մեջ կուտակվում են, ինքը դառնում է հենց գազախցիկ։ Biz հասկանում են, բոլորն էլ հասկանում են, որ դա տևում է, ասենք կարող է տևել 1-2 օր, բայց կներեք թունավորվել հնարավոր է նույնիսկ մի քանի ժամում։ Նոր վերելակը նայեք ինչ են արել։ Լրիվ նոր։ Ու շատ վատ աշխատում ենք անեն այսպես կոչված վերանորոգիչները։ Սաղ ներք, էլ չեմ ասում, տեսով գիշեր չենք կարողացել քնենք, սաղ կեղտոտել են, մուտքը ներկելու տեղ փոշի էր, կռիվ դավի, խայտարակ ձևով, սենց չեն վերանորոգում, ամբողջ գիշեր հարևանները վատացել են, ես էլ հետը, այս ացետոնի հոտ, ահա որ չկարնաս շնչես, ու զանգում ես թաղապետարան վեջները չի չեն վերցնում, թքած ունեն իրանք։ Բարև ձեզ, ոնց եք։ Ուզում եմ ոչինչ, ավելի շուտ վատ, այս ներկի հոտից, դուք եք վատած։ Ով կարել ավելի ես հոտից։ Ես եմ ինչ բռակ, ես եմ ինչ ժամկետած զիվի։ Զանգել եմ թաղապետարան, ասում եմ բողոք գրեք, ասում եմ ինչ եք, բան շաբաթօրը գայք, տեսնենք ինչ վիճակ է։ Կատաստրոֆա է։ Ասած չեմ աշխատում, բավա դուք չեք աշխատում, խեք ներկել տվել։ Հիմա լավ է ձեր կինը։ Հա, արդեն։ Լավ։ Ինչ բան է։ Ամբողջ օրը ահավոր է։ Այսպես հարկ առ հարկ բարձացա հարցուփորձ արեցի, թե ինչ վիճակ է։ Որոշ մարդիկ իրենց տները մաքրել են, այստեղ չեն մաքրել, օրինակ 4 հարկը մաքրել էր։ Այս հելը ոչինչ, կարևորը հոտն է, ինչքան ահավոր հոտ է գալիս։ Քանի որ Դավթաշենի վարչական շրջանի ղեկավարությունը այդպես էլ չարձագանքեց, ոչ էլ ցանկացավ մեր բողոքը գրանցել, ես զանգահարեցի Երևանի քաղաքապետարան եւ արձանագրեցի բնակիչների բողոքը։ Տեսնենք
հետագայում ինչ կլինի։ Չնայած հույսեր չունեմ, արդեն ներկել են, մեզ էլ խեղդել են։ Անում ենք դեր դժգոհությունը գրավենք, որ կատարվող աշխատանքների արդյունքում շենքի բնակիչներն իրենց դժգոհությունն են արտահայտում մեկի որակի հետ կապված։ Այո,